Ամրանը որտեղ եք հանգստացել։ Երևանում, Ծաղկաձոր, Սևան։ Ստեփանավանում եմ հանգստացել, Լոռու մարզում։ Երբևէ ոչ մի երկում չեմ հանգստացել, բայց եթե ուզեն հանգստանալ Հունաստանում։ Ամռան կեսը եղել եմ բանակում։ Չենք հանգստացել։ Երևանում, այո։ Քննությունները չթողեցին, որ հանգստանանք։ Որտեղ ենք տարբեր տեղեր։ Ղարաբաղ, օրինակ։ Օրինակ Բիրական։ Դե այս տարի չստացվեց երկրից դուրս գալ, նախընտրեցի տանը։ Ճիշտն ասած, տատիկիս տունն եմ եղել։ Ջերմուկում, այստեղ։ Պասիվ հանգիստ եմ վարել, մեր սեփական տանն ենք մնացել, ծախսերն էլ ընտանեկան, ոնց որ Երևանում էլի։ Որքան գումար եք ծախսել։ Ճիշտ ասած չեմ կարող ասել, ծնողներս են այդ հարցով զբաղվել։ Ինձ տարել էին պատիվ տալու, տենց ձերի է ստացվել։ Չգիտեմ, ես հյուր եմ գնացել։ Ճիշտն ասած, ես չեմ էլի, այդ գումարը սպառել, ծնողներս են արել, չգիտեմ, չի ծախսվել համարյա։ Ֆրանսիայում հանգստացել եմ մի $1500, 1500 եվրո տենց փող է ծախսվել։ Չեմ կարծում, որ այդքան գումար արժե ծախսել դուրսը հանգստանալու, կարելի է այդ միջոցները ուղղել Հայաստանում։ Եթե ունես քիչ արժի, եթե կա արժի էլի։ Իմ նման աղջիկներին շատ գումար հարկավոր չի, որովհետև ես այդքան էլ պահանջող չեմ։ Իսկ ինչ կասեք այն մարդկանց, ովքեր պարտքով են գնում եւ ամբողջ տարին այդ պարտքով փակվում։ Լավ չեմ վերաբերվում։ Ինչու՞։ Որովհետև պարտքանելով գնում են, չգիտեմ, հետո չեն կարողանում այդ պարտքերը մարել, օրվա ծնունդ չեն ունենում իրենց հանգստանալու համար։ Չէ, պարտքով չարժի։ Ամբողջ տարին աշխատում ես, կարող ես կուտակել, եթե չի լինում, կուտակել հաջորդ տարվա համար, բայց ոչ վարկով կամ պարտքով։